ակնհայտ է այդտեղ անգամ այլ մեկնաբանություն էլ չի կարող լինել, եթե տանում են մոտ 50 հոգու եւ մենակ իմ նկատմամբ է վարչական վարույթ հարուցվում։ Սա տեղավորվում է ընդհանուր այն հալածանքների շարքին, որ արդեն երկար տարիներ ոստիկանությունը փորձում է իրականացնել իմ դեմ։ Դե գիտեք, որ իմ դեմ այս պահի դրությամբ այդ գնում է 1 քրեական գործի եւ 9 վարչական գործերի քննությունը, եւ սա հերթական այդ վարչական գործն է, այսինքն 10-րդ վարչական գործն է, որը ոստիկանությունը հարուցել է իմ դեմ։ Այսինքն ակնհայտորեն դա վերադասի պատվերն էր, էլի վերադասի պատվերներ ամեն ձևով, որ փորձում են խոչընդոտել իմ գործունեությանը հասարակական։ Դուք վերջում եկաք, ուշացել եք այդ առումով։ Ինձ վերջում տարան, ամենավերջիններից տարան, ես հենց որ իրականացնում էի Բաղրամյանում խաղաղ բողոքի իմ ակցիան։ Պարոն Կիբիրյան, օրինական որ պահանջներ, ինչ տեսքով էր, չկար։ Դե որևէ պահանջ էլ այնտեղ չի ներկայացվել, բռնի կերպով ձեռքերը սոլորել են, բռնություն կիրառելով նստացրել են ոստիկանության մեքենան եւ տարել են ոստիկանության բաժին, այնտեղ որևէ ինչ-որ պահանջ էլ չի հնչել։ Առավել եւս, որ ես իրավունք ունեի իրականացնել այդ բողոքի ակցիան, եւ ես իրականացել եմ, սահմանադրությունը ինձ թույլ է տալիս է այդ իրավունքը։ Իսկ ոստիկանությունը ինչպիսի մարմին է, դա բոլորին էլ ակնհայտ է, դա ասենք քննարկման կարիք էլ չի զգում։ Եվ իրենք ակնհայտորեն այդ սուտ տեղեկությունները, որ տարածում են, որ որևէ մեկի նկատմամբ չի հարուցվել վարչական վարույթ, այնինչ իմ նկատմամբ հարուցվել է, ակնհայտորեն վկայում է, որ հենց այդ բարձրաստիճան պաշտոնյաները ընդամենը բացի նրանից, որ անբարոյական են, նաև էլեմենտար սուտասան են։ Այսինքն Հունան Պողոսյանը, որ կանգնում այդ ստերը ասում է, որ որևէ մեկի նկատմամբ չի հարուցվել, ես կարող եմ ցույց տալ այն փաստաթղթերը, որ իմ դեմ հարուցվել է։ Չնայած ես որևէ բան չունեմ իրենց ապացուցելու։ Ես նոր չգիտեմ, որ այդ մարդիկ սուտասան են։ Իսկ այսինքն դուք անհիմն եք համարում, ոստիկանները որևէ օրինական պահանջ չեն։ Իհարկե ես անհիմն եմ համարում այդ վարչական վարույթը եւ իհարկե բոլոր ատյաններով պայքարելու եմ այդ գործընթացի պարագայում, չնայած վստահ եմ, որ դատարանները, ինչպես նախորդ իմ դեմ իրականացող վարչական վարույթներում կամակատարի պես կատարել են ոստիկանության պատվերները։ Ոստիկանները գալիս են դատարանում, թքում են դատավորների վրա, այդ նույն դատավորը առանց հիմքի կայացնում է իմ դեմ վարչական վարույթով վճիռներ։ Այսինքն ակնհայտորեն երևում է, որ մենք Հայաստանում անկախ դատական համակարգ չունենք եւ դատական համակարգն էլ հանդիսանում է ոստիկանության կամակատարը։